Թորոս II Կիլիկյան Հայաստանի այն իշխաններից էր, որոնց մասին պատմությունը խոսում է ոչ միայն որպես պետական գործ չի, այլ որպես վերադարձած մարդու։ Մարդու, որ կորցրել էր հայրենիքը, ընտանիքը, ազատությունը, բայց վերադարձավ ու ստիպեց մի կայսրության հիշել հայերի անունը։ 12-րդ դարում բյուզանդական կայսրությունը փորձում էր վերջնականապես կլանել Կիլիկյան։ 1137 թվականին կայսր Հովհաննես II Կոմնենոսը գրավեց հայկական իշխանությունը և գերեց Կիլիկիայի տիրակալ Լևոն I Ռուբինյանին ու նրա ընտանիքին։ Լևոնն ու նրա ավագ որդին Ռուբենը մահացան Կոստանդնուպոլսի գերության մեջ։ Թվում էր Ռուբինյանների իշխանությունն ավարտված է։ Բայց պատմության մեջ երբեմն ամենավտանգավոր մարդը նա է, ում արդեն պարտված են համարել։ Լևոնի մյուս որդին, Թորոսը, կարողացավ փախչել գերությունից։ Նրա ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հայտնի է այն, որ 1140-ական թվականներին նա վերադարձավ Կիլիկիա, արդեն ոչ որպես փախստական իշխան, այլ որպես մարդ, որը եկել էր վերադարձնելու կորցրած պետությունը։ Այդ ժամանակ Կիլիկիայում բյուզանդական կայազորներ կային։ Հայկական բերդերի մի մասը վերահսկվում էր կայսրության կողմից, իսկ հայ իշխանների ուժերը մասնատված էին։ Բայց Թորոսը կարողացավ համախմբել հայկական զինուժը և քայլ առ քայլ վերագրավել Կիլիկիայի կարևոր շրջանները։ Նրա հաջողությունները այնքան արագ էին, որ բյուզանդյան ստիպված էր մեկը մյուսի հետևից զորքեր ուղարկել նրա դեմ։ Կոստանդնուպոլսում Թորոսին դիտում էին որպես վտանգավոր ապստամբի, սակայն Կիլիկիայում նա արդեն դարձել էր այն մարդը, որի շուրջ կրկին հավաքվում էր հայկական իշխանությունը։ Կայսր Մանուել Առաջին Կոմնենոսը փորձեց ճնշել նրան ռազմական ուժով։ Բյուզանդական զորավարները հերթով արշավում էին Կիլիկիա, բայց հայկական լեռներն ու բերդերը Թորոսի ձեռքում վերածվում էին թակարդի։ Ամենահայտնի բախումներից մեկը տեղի ունեցավ Մամեստիայի շրջանում, երբ բյուզանդական զորքերը ծանր պարտություն կրեցին հայկական ուժերից։ Աղբյուրները հիշատակում են, որ Թորոսի հարձակումները արագ էին, անսպասելի և կործանարար հակառակորդի համար։ Նա ոչ միայն պահպանեց իշխանությունը, այլև ամրապնդեց հայկական դիրքերը դաշտային Կիլիկիայում։ Նրա օրոք Կիլիկիայի հայկական իշխանությունը կրկին դարձավ տարածաշրջանի ազդեցիկ ուժերից մեկը։ 1169 թվականին Թորոս II մահացավ և թաղվեց դրազարկի վանքում, Ռուբինյանների արքունի դամբարանում։ Աշխարհի մեջ մացինք մոտ